Սիրելի իմ ժողովուրդ, այսօր մի հրաշալի բաղադրություն եմ ասում հենց շաքարային դիաբետիկների համար։ Եվ շաքարային դիաբետիկները պետք է դա իրենց համար օրենք համարեն եւ իրենց ծննդակարգում անպայման ներառեն։ Դա դարչինն է։ Դարչինը ազդում է արյան մեջ հենց շաքարի տոկոսի վրա, իջեցնում եւ նաեւ խթանում ինսուլինի արտադրությանը, որպեսզի այն նույնպես ազդի արյան մեջ գտնվող շաքարի տոկոսի վրա։ Սիրելիներս, կարող եք օգտագործել դարչինը հենց այսպես թուրմի ձևով ամեն առավոտյան սոված վիճակով, նույնիսկ ոչ թե նույնիսկ կարող եք անգամ թեյի ձևով էլ օգտագործել ամեն առավոտյան եւ երեկոյան քնելուց 2 ժամ առաջ ընդ որում պետք է սննդակարգ օգտագործած չլինեք, որպեսզի իր միկրոէլեմենտներն ու հանքանյութերը, վիտամինները լրիվ օգտակար ձևով ներծծվի օրգանիզմի կողմից։ Սիրելիներս, եթե շաքարային դիաբետ չունեք, եթե այդ հիվանդությունը ձեզ չի անհանգստացնում, ապա կարող եք, ինչու՞ չէ, նաև մեղր, իհարկե մեղրը կարող եք ձեր քիմքին հարմար կես քթալից մինչև 1 գթալ, որպեսզի ավելի հաճելի լինի այս թուրմը օգտագործելը, բայց նաև ասեմ, նույնիսկ անգամ բուժման նպատակով պետք է դարչինը կարող եք ձեր տանը աղացով աղալ, 1 թեյի գթալ եւ լցնել գոլ ջրի մեջ եւ այս թուրմի փոխարեն արդեն նա օգտագործեք։ Սիրելիներս, իհարկե, շաքարային դիաբետի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի, որտեղ բժիշկն է, որ կարող է կարգավորել ձեր վիճակը։ Շաքարային դիաբետով դուք կարող եք ապրել ամբողջ կյանքի ընթացքում առանց խնդիրներ առաջացնելու ձեզ, բայց եթե չդիմեք բժշկի, ապա բոլորս գիտենք, շաքարային դիաբետը այն հիվանդությունն է, որ ախտահարում է մանր անոթները, դա աչքի անոթներն է, դա երիկամի, ծայրանդամի եւ կարող է առաջացնել եւ կուրություն, եւ մոռաց կոտություն գլխուղեղի հետ կապված եւ նույնիսկ եթե խցանվի ծայրանդամները, ապա այնտեղ կարող է առաջանալ խոցեր։ Հետագայում նաև այդ բոլորից հետո ծանր իրենց հետևանքներով։ Սիրելիներս, օգտագործեք դարչին, եթե անգամ շաքարային դիաբետով չեք հիվանդացել եւ ձեր քիմքին է հարմար եւ հաճելի է օգտագործել, որովհետեւ այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, արյան մեջ ավելացնում եւ վիտամինների, միկրոէլեմենտների եւ ամենակարևորը անոթները դարձնում է էլաստիկ, հիշողությունը միշտ հարատև է լինում, իսկ տեսողությունը չի խաթարվում, այնպես որ օգտագործենք դարչին հաճախակի եւ գրեթե ամեն առավոտյան օգտագործելով դուք արդեն կզգաք ինչքան էներգիա է ձեր մոտ շատացել։